Նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել եւ կարծում եմ, որ շատ թե քիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է. մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել եմ։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։